Ողջույն հայրենակիցներ հարգելի, առաջին ձյունը եկավ այս տարվա, նոր տարին էլ եկավ, մոտեցավ, թվում է թե այս ամենը երանգներ է հաղորդում մեր կյանքին, բայց եկեք քննարկենք, թե ինչն է մեր կյանքին երանգներ հաղորդում, երանգներ տալիս, օրինակ ես իմ համար, իմ պահով կարող եմ ասել, քննարկենք, մոտորենք և ինչ-որ հնում թողեցինք, ինչ-որ հնում կար, ինչ-որ այս տարի բոլոր բացական կողմերը կար, քննարկենք, թողենք այս տարին և դիմավորենք նոր տարին, նոր հույսերով, նոր նպատակներով, որովհետև դա շատ կարևոր է ամեն մարդու համար, թե ինչն է իրան մտահոգում, ինչն է իրան երջանկություն տալիս, ինչ կարող է իրան տալ ուրախություն, ամեն մարդու համար տարբեր է, օրինակ վերջերս որ տեսանք բոլորս Նիկոլ Փաշինյանի թիմը ինչպես էր ուրախանում, զվարճանում, քեֆ անում, հասկանում ես, որ այս մարդիկ իրանց նպատակին հասել են, դա է իրանց ուրախությունը, իմիջիայլոց, բայց ոչ մեկը չի ասի, որ մեզ պարզ հայերիս, օրինակ մեր պարագայում, մեր արցախցիների հաշվին են իրանք այդ զվարճությունները անում, իդեպ մինչդեռ արցախցիները հայտնված են շատ ահավոր վիճակում, այսինքն այս մարդիկ դա իրանց կյանքի հասկացողությունն է, որակն է, իրանց ընտրությունն է, որ կարելի է ինչ-որ մարդկանց, այսինքն մի ազգի մասին է խոսքը, մի ժողովրդի մասին է խոսքը, օրինակ արցախցիներին և ինչու ոչ միայն արցախցիներին, այլ տառապած մեծ նեղություններ անցած հայ ժողովրդիս հաշվին կարելի է զվարճանալ, ուրախանալ, դավաճանելով, վնասելով մի մասին կարելի է այդպես զվարճանալ, ուրախանալ, այնպես որ ամփոփենք, քննարկենք, հինը թողենք հնում, դիմավորենք նոր տարին, որովհետև մեծ հաշվով բոլորս էլ գիտենք, որ երևի ոչ մի բան էլ չի փոխվելու, մնալու է նույնը, ինչ կախված է մեզնից, թե մենք ինչ կարող ենք փոխել, միայն կախված է նա մեզնից, որ մենք կարող ենք փոխվել և փոխել այդպես մեր շրջապատը, մեր շուրջը, մեր ծանոթ, անծանոթ բարեկամներին, հարազատներին, ընկերներին և միայն այս ձև կարելի է փոխած շրջապատը և այդպես էլ փոխած մեր հայրենիքը, մեր պետությունը, մեր երկիրը, հիմա սկսենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից, որը ամեն Աստծո շաբաթ անակնկալ է մատուցում մեր հայրենակիցներին, մեր հայ ժողովրդին, դեռ թարմ իրադարձությունը, որը նա թուրքերից, Ադրբեջանից բենզին բերավ, որպեսզի հայ հասարակությանը, հայ ժողովրդի վրա ծախի, և ես երբ որ տեսա
սոցցանցերում, ինտերնետում ինչպես են որոշ մարդիկ ցավալիորեն նաև գոռոզանալով, թե ինչ կա այդտեղ, մինչև հիմա շորը ենք առել, մեքենայի մեր ավտոմասերը, բոլորն էր թուրքերից է, այս մեկը թուրքերից ենք մինչև հիմա ապրանքները առել, առևտուր արել, բենզինին ինչ կա։ Եվ սա որպես անամոթաբար ասում են մարդիկ, դա այն մարդիկ են, որ անամոթաբար այդպես էլ իրենց ամբողջ կյանքը ապրել են, չհասկանալը, որ հենց այդպես դու մեր թշնամու ապրանքները գնելով ես բերել մեզ պարտության։ Ով է ասել, որ կարելի է մի թշնամու դեմ, որը տասնամյակներ շարունակ մենք պայքարի մեջ ենք, մենք մի ահագին սերունդ ենք զոհել, կորստի են մատնվել, և դու կարող ես իրանից առևտուր անել, այդ ով է ասել, որ կարելի է այդպիսի բան անել, և ով է ասել, որ դա նորմալ երևույթ է, և ով է ասել, որ դու հենց քո Թուրքի հետ արած առևտրի պատճառով չենք մենք հայտնվել այսօրը, այսինքն սպարտվել, հայտնվել դժվար իրավիճակում, և երևի քեզ համար նորմալ է, կոմֆորտ ես զգում, որ մի քանի դրամ էժան բենզին ես գնում, մտածելով օրվա մասին, բայց քանի որ դուք այդքան ուղեղ չունեք, ստիպված պիտի մենք դրան անդրադառնանք, ասենք, որ հենց ձեր նմանների պատճառով ենք մենք պարտության մատնվել, և մեր ջահել տղերքը գնացին իրանց կյանքի գնով, որ պահեն, մաքրեն առաջինը պահեն ու պաշտպանեն մեր հայրենիքը և հետո էլ մաքրեն մեր հայրենիքը, մեր պետությունը, բայց դուք գնում եք Թուրքի ապրանքը առնում և ձեր հատկացրած ձեր քրտնինքով հայթայթած գումարն էլ տալիս Թուրքին և դու անամոթաբար մեղավորներ ես փնտրում այս երկրում, այն երկրում և ասում ռուսը զենք ա վաճառել, իսկ քեզ ով պիտի ասի, միթե դու այդքան ուղեղ չունես, որ հենց դու ես այդ զենքի փողը տվել թշնամուն, որ նա էլ ռուսից կամ մյուսից զենք ա առել, անամոթաբար, ինչպես անամոթաբար դուք չեք ամաչում, ասելով, որ կարելի է և քանի որ ամեն ինչ առնում են կարելի է և բենզին էլ առած, չհասկանալով, որ հենց թշնամու գումարը, դրամը, փողը դու ես տալիս, որ թշնամին կարողանում է զենք գնել մեզ դեմ։ Այդպիսով դուք ոչ պակաս և ավելի վատ գիտակցաբար դավաճաններ եք մեր հայ ազգին և այդպես էլ մնալու եք, ինչքան ուզում եք առեք, դրա համար ես կանդրադառնամ հետևյալ թեմային, սա խորը թեմա է, սա մի օրվա քննարկելու բան չի, թե ինչպես ես դու քո գումարով տանում ադրբեջանական, թուրքական, մեր թշնամու ապրանքը առնում, նրան հարստացնում ու դու մեղադրում, մեղավորներ փնտրում այս երկրում կամ այն պետությանը, ինչպես նաև Ռուսաստանին, թե Թուրքին ինքը զենք ա վաճառել։ Այս վերջերքերս հակառուսական ինչ-որ մի հատ ստատուսի տակ գրեցի, թե իմաստը որն է, որ այդպես հակառուսական բաներ եք տարածում
եւ նա այդ ստատուսի հեղինակը ինձ գրում է թե պատասխանում է թե այդ ինչու նեղվեցիր իմաստը որն է որ նեղվեցիր ես ասում եմ ամենևին էլ ես նեղվելու բան չունեմ ինչու պիտի ես նեղանամ միանգամից ասելու եմ որ հենց բոլոր հակառուսական գործողություններն ու երևույթները որը մեր երկրում մեր շուրջը տարածված է դա սաղ թուրքական հետք ունի դա սաղ թուրքական պրոպագանդա է եւ դրա հետևում կանգնած է թուրքական ուժեր միանգամայն այս ամենից ոչ մի պատասխան միանգաման լռում են ոչ մի պատասխան միանշանակ չկա որովհետեւ այդպես էլ կա դա ճշմարտություն է բոլոր հակառուսական երևույթներն ու գործողությունները որ տարածված են մեր շուրջ Հայաստանում բոլորը թուրքական հետք ունի այդ ամենի հետևում թշնամին է մեր կանգնած Մինչ այլոց դուք թշնամու հետ այսօրվանից չեք որ գործարք եք անում ես կասեմ դուք թշնամու հետ գործարք եք անում այն օրվանից երբ որ Արցախի առաջին պատերազմում զինադադար եղավ եւ թուրքերին հաջողվեց զինադադար կնքել մեզ հետ հայերիս հետ եւ դուք անմիջապես սկսեցիք նրանց հետ գործարքի մեջ մտնել գործարք անել դա նորություն չի շատերիս համար դրան եւս կանդրադառնանք որ նա փաստորեն բոլորս գիտեն իմանալով որ ինքը գործ է այս ներկայիս Հայաստանի իշխանությունները բոլորը գործակալներ են բայց իրանք գործակալներ են ման գալիս շատ հետաքրքիր երևույթը շատ հետաքրքիր շատ աննորմալ բաներ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում ես կուզեմ գալ մեր Արցախյան պատերազմին որը տևել է տասնամյակներ շարունակ ես որ սենց անդրադառնում եմ մտորում եմ մտածում եմ հաճախ եմ գալիս այն մտքին այն եզրակացությանը թե այդ ամենը այդքան մենք ջահել սերունդներ տվեցինք զո կորստի մատնվեցին իրենց կյանքը չխնայելով իրենց կյանքի գնով գնացին հանուն ինչի գիտեք երբ որ այս թուրքական իշխանությունը որը Հայաստանը գրաված է օրինակ վարչապետի կինը որ ասեց հանուն ոչնչի այդքանը եղավ հանուն ոչնչի կարծես սա պատահական խոսակցություններ չեն ես վստահ եմ որ ինքը իր մտքով իր խելքով չի այդ ամենը ասում իրան կա ուղղորդող ու պատահական չի այս ամեն հայտարարությունները որ անում են կարծես թե իրանք մեր օգտին չեն խոսում կարծես թե նրանք մեր դժբախտություններն են գուշակում այսպես կարելի ասած եւ եկեք մտածենք քննարկենք հանուն ինչի եղավ այս ամեն զոհերը այս ամեն տասնամյակներ շարունակ պայքարը մեր այս ամեն քաջ հայ որդիների կորուստները հանուն ինչի եղավ հանուն գտնենք ամենքս մենք մեզ հարցնենք փորձենք գտնել պատասխանը հանուն ինչի եղավ փաստորեն հանուն ինչի եղավ որ այդ ժողովուրդը պայքարեցին բայց դու գնաս թշնամու հարստացնես թշնամու ապրանքը գնելով հանուն դրա եղավ միթե հանուն դրա եղավ միթե ամեն մի նահատակ ինքը դրան գնաց իր կյանքը նահատակելով որ այսօրվա Հայաստանը Թուրքի հետ առևտուր անի միթե դրա հանուն դրա եղավ եկեք ավելի թեման ընդարձակենք ավելի խորը գնանք
Սիրելի ժողովուրդ, եթե այսօր պիտի մենք Թուրքի հետ, Թշնամու հետ մտերմություն անենք, հարաբերվենք, այդ դեպքում այդքան մեր պայքարը, այդքան մեր կորուստները, այդքան մեր տանջանքները հանուն ինչի եղավ։ Օրինակ, ես այն կարծիքին եմ, որ 90-ական թվականներին, երբ որ մեր ազատագրական պայքարը եղավ, ես այն կարծիքին եմ, որ դա հոգևոր պատերազմ էր։ Դա արդեն այն գագաթնակետներ, այն պիկներ, այն սահմաններ, որ հնարավոր չէր մեր ժողովուրդը, մեր ազգը հաշտված սատանայի հետ, սատանայի ժողովրդի հետ, սատանայական արժեքների հետ, վերջիվերջո այսօրվա Ադրբեջանն ու Թուրքիա մեր թշնամին են, դրանք սատանայի ժողովուրդն են, նրանք ստի սերունդ են, նրանք սատանայի ստեղծած ժողովուրդն են։ Դա գաղտնիք չի, Աստվածաշնչում է գրած, որ Պերմագոնի եկեղեցին, որը սատանայի նստավայրում էր, այսինքն եկեղեցին Պերմագոնի Աստվածաշնչում գրած է, այդ եկեղեցին գտնվում էր այն երկրում, այն տարածքում, որտեղ սատանայի նստավայրն էր, դա Թուրքիայի մասին է խոսքը։ Հիմա ով որ իմաստ ունա, որ հասկանում է, հասկացողություն ունի, տեղեկություն ունի, հասկանում է, որ Թուրքը, Թշնամին, Ադրբեջանը դա սատանայի ժողովուրդն են, դա սատանայի սերունդն է։ Հիմա այդ ամենը եղավ, որովհետև մեր ժողովուրդը որոշել են, որ ըմբոստանան և չհաշտվեն, դիմակայեն սատանայի հետ, սատանայի հանցինը սատանայի ժողովրդի, և սկսվեց ազատագրական պայքարը։ Այսինքն մենք պայքարում էինք տասնամյակներ, և ընդհանրապես մեր ողջ պատմությունում դարերով մենք պայքարել ենք թշնամու հետ, Թուրքի հետ, հանուն հավատքի, հանուն հոգևոր արժեքների։ Եվ եթե դուք տեղյակ չեք, քրիստոնեությունը դա ոչ թե ուղղակի կրոն է, ինչպես մնացած բոլոր կրոնները աշխարհում, դա կրոն է, դա հավատք է հավիտենության, որովհետև միայն քրիստոնեությունն է, որ հավիտենության հավատք է, հավիտենության ուսմունք է, և միայն քրիստոնեությունն է, որ հավիտենությունը ապահովում է մարդու հոգու։ Դա այն դեպքում, երբ որ դու քրիստոնեական արժեքներով ես ապրում, ոչ թե այսօրվա Հայաստանի քաղաքացին, որը կարելի ասած ընդհանրապես քրիստոնեական արժեքների հետ կապ չունի։ Ես խոսքս բացառություններին չի վերաբերվում, օրինակ բացառություն չի, որ Հայաստանի Հանրապետությունում կա Քրիստոսին հետևող մարդ, ինչպես ես եմ փափագում, որ Քրիստոսին լինեմ հետևորդ, որովհետև միակ վստահությունը, միակ ապահովագրությունը հավիտենության, դա քրիստոնեության մեջ է և Քրիստոսին հետևելու մեջ է։ Ես հաշվարկ չեմ արած, որ այս 80-90 տարի այս երկրի վրա ապրելն է իմ հաշվարկը կամ հույսը կամ իմ նպատակը, ոչ ամենավին։ Դրա համար մեր պայքարը, որ ամեն դեպքում, որ մենք այսօրվա սերունդը ականատես էր 90-ականներից, դա հանուն ոչնչի չէր, դա հանուն հավիտենության էր, դա հանուն քրիստոնեության էր, դա հանուն քրիստոնեական արժեքների էր ու հանուն հավատքի էր։ Բայց ինչ տեղի ունեցավ մեզ հետ, ժողովուրդ, սիրելի ժողովուրդ, ինչ տեղի ունեցավ մեր մեջ։ Երբ որ մենք 90-ականներին թշնամուն
ջախջախիչ հարված հասցրեցինք ռազմի դաշտում, նա իսկույն խորամանկ քայլ արեց, նա զինադատ արկանքեց, անմիջապես սկսեց մեզ հետ բանակցելը, ղեկավարության ոլորտում եմ ասում, որը որ ես անձամբ իս նման սովորական քաղաքացու հետ, սովորական ասենք գյուղացու դասի հետ կապ չուներ, սովորական քաղաքացիների գործ չէր, անմիջապես նրանք սկսեցին գործարքներ անել մեր ղեկավարության հետ եւ սկսեցին գործարքի գնալ, այո, սատանայի ազգի հետ սկսեցին բանակցություններ անել ու գործարքի հետ գործարքներ անել, գործարքի գնալ եւ ինչքանով որ ցավալի է փաստորեն մենք սովորական մեր ժողովուրդը, սովորական գյուղացու դասակարգը իրա պայքարներ անում, իրա օրվա հասներ հայթայթում եւ մեր ժողովրդից կյանքը այնպես իդեպ դառնացրին հենց նույն մեր ղեկավարությունը, փաստորեն նա միաժամանակ եւ գործարքի մեջ էր մտնում մեր թշնամու հետ, շեշտում եմ 90-ական թվականների մեր ջախջախիչ հարված հասցնելուց հետո թշնամուն, երբ որ սկսվեց զինադադար կնքվեց թշնամու հետ, թշնամին անմիջապես սկսեց մեր ղեկավարությանը հետ գործարքներ անել, բանակցել եւ տեսեք քանի տարի է, մենք մեր արդար պայքարն էինք անում, արդար կռիվն էինք անում մեր արժանապատիվ կյանքը ապրելու համար, իսկ մեր ղեկավարությունը տասնամյակներ շարունակ գործարք էր անում, բանակցում էր, գործարք էր գնում մեր դավաճան, մեր թշնամու հետ, մեր սատանա ժողովրդի հետ։ Դրա համար եւ որ կան մարդիկ, որ մեր ղեկավարությանը արդարացնում են, համարելով որ դրանք հերոսներ են, դա այդպես չէ, դա սուտ է։ Հիմա ինչ եմ ուզում ասած լինեմ։ Ասածս այնա, որ մենք պատերազմի դաշտում թշնամուն նյութապես, ֆիզիկապես ջախջախիչ հարված հասցրեցինք, բայց մենք եկանք անմիջապես սկսեցինք սատանայական կյանք ապրելը եւ մեր ղեկավարությանը թշնամու հետ ունեցած գործարքը, որ նրանք շարունակում էին բանակցելով անել, գործարք կնքել, ես հստակ հավաստիացնում եմ, որ նրանք թշնամին նրանց ֆինանսավորում է եւ նրանք մեր երկրում թելադրում էին կարգ ու կանոնները, թելադրում էին թե ինչպես պիտի ժողովրդի հետ վերաբերվել, հասկանում եք, սա այն է, ինչ որ մենք հիմա առանց թաքցնելու տեսնում ենք Հայաստանի Հանրապետությունում, այս ամենը տեղի է ունենում տասնամյակներ շարունակ, գաղտնի չբացահայտվելով մեր Արցախի ղեկավարությունը բանակցում էր։ Այո, հիմնականում Հայաստանի ղեկավարությունն էր բանակցում եւ ես դեմ չեմ, ամեն դեպքում Արցախի ղեկավարությունը թելադրվում էր ազերբայջանական իշխանության կողմից։ Եվ այս գործակները մեր Արցախի ղեկավարության արած գործակները թշնամու հետ դա կապում եմ անմիջական նրա հետ, որ մենք նաև մեր ժողովուրդը ջախջախիչ հարված հասցնելով ռազմի դաշտում դրանից հետո չապրեցին քրիստոնեական ուսմունքով, չապրեցին քրիստոնեական արժեքներով, չապաշխարեցին Աստծո առաջ եւ չապրեցին Աստծո հաճելի կյանքով,
չապաշխարեցին ու դարձի չեկան, Աստծուն չեկան, Աստծուն չփնտրեցին, այս սկսեցին աշխարհիկ կյանքով ապրել, աշխարհիկ կյանքով իրան նյութական կյանքով ապրել, իրանց նյութական կյանքը գոհացնելով, իրանց անձերը գոհացնելով, որը որ երբ որ Աստվածաշունչը կարդաք կտեսնեք, որ դա Աստծո ուզած կամք չէր։ Միաժամանակ ես կապում եմ այս ամենը նրա հետ, որ ահա պատճառը, ինչու մենք հայտնվեցինք այս օրին եւ այսպիսի ճակատագիր ունեցանք հատկապես արցախցիներս։ Նորից եմ կրկնում, որ մեր ամբողջ թշնամու հետ ունեցած պայքարում նամանավանդ, որ մենք ջախջախիչ հարված հասցրեցինք թշնամուն ռազմի դաշտում, դրանից հետո մենք Աստծուն չդարձանք, մեր կյանքը Աստծու հետ ունեցած կյանքը չլուծեցինք Աստծու հետ մեր հարաբերությունները եւ մեր կյանքը աստվածահաճո կյանք չստեղծեցինք, չապրեցինք, Աստծուն չդարձանք, մեր հարաբերությունները Աստծու հետ հարցը չլուծեցինք, այլ անաստված կյանք ապրեցինք համարյա թե ամբողջովին, համարյա թե համընդհանուր։ Ես երևի թե էլի կանդրադառնամ այս հարցին, որովհետև սա պետք չէ, որ առանց անդրադառնալու մնա, պետքա քննարկված, որովհետև քանի որ մենք ապրում ենք, շարունակում ենք ապրել, մինչև մեր հարաբերությունները Աստծո հետ չկարգավորենք, հնարավոր չի լավ բանի սպասած, հնարավոր չի Աստծուց նոր կյանք սպասած, նոր բան ստացած, քանի որ մենք դիմավորում ենք նոր տարին, դրա համար առիթից օգտվեցի այս հայտնությունը, այս ուղերձը, այս քննարկումը քննարկած եւ ինչու եմ սա ասում, որովհետև ես տեսնում եմ, որ մարդկանց համար ոչ մի բան չի փոխվել, նրանք շարունակում են նույն կյանքը ապրել, նույն արժեքների համար ապրել, որը որ ապրել են Արցախում, եւ ոչ միայն Արցախում, խոսքս մենակ արցախցիներին չի վերաբերում, Արցախի ժողովրդին չի վերաբերում, խոսքս բոլոր հայությանն է վերաբերում, որ ոչ մի բան մեր կյանքում չի փոխվի, եթե մենք շարունակենք անաստված կյանքով ապրել, նյութական կյանքի համար ապրել, ոչ Աստծո արժեքների համար, ոչ քրիստոնեական արժեքների համար, որ մենք շարունակենք մենք քրիստոնեական ուսմունքներով, քրիստոնեական արժեքներով մեր կյանքում հարստացած, վերջը հավիտենության համար, մինչև մենք չապրենք, մեր կյանքը միշտ էլ կլինի դժբախտ, միշտ էլ կշարունակվի լինել դժբախտ։ Եվ այս ամենը ասում եմ հին կյանքը, հին տարին հուսալով, որ հրաժեշտ տանք, այսինքն հուսալով, որ հին կյանքին այս անցած տարուն հրաժեշտ տանք հին ապրելակերպին եւ ընդունենք նորը, Աստծուց ընդունենք, Աստծուն տեղ տանք մեր կյանքում, Աստծուն հրավիրենք մեր կյանքում։ Այնպես որ շնորհավորում եմ բոլորի գալիք տարին, մաղթելով այս ամենը, ինչ որ ասեցի, մաղթելով, որ Աստծո շնորհքը ընդունեք, Աստծո շնորհքը գա
ձեր կյանքում, դա այն դեպքում, երբ որ կընդունեք, որպեսզի մենք նոր տարուց սկսենք մեր նոր կյանքը, նոր արժեքների համար, նոր ապրելակերպի համար։ Շնորհավոր ձեր բոլորիդ նոր տարին, շնորհավոր ձեր Սուրբ Ծնունդը, նաև ասասներս հաստատում է և լրացնում է հետևյալ իրականությունը, որ տեսեք, երբ որ քաղաքների մեջ տեսնում ենք, և ոչ միայն ամեն մարդ իր տան դարպասը, իր բակը զարդարել է լույսերով, քաղաքներում տեսնում ենք, որ ինչ գեղեցիկ լույսերով, տոնածառներով, գեղեցիկ պատկերներով զարդարված է, որը որ կարծես նշանակում է, որ դիմավորում ենք, պատրաստվում ենք, դիմավոր ենք նոր տարուն։ Հիմա որպես փաստորեն սա նշանակում է, որ մենք երբ որ գեղեցիկ լույսերով, տոնածառներով զարդարում ենք, սա ինչ է նշանակում, նշանակում է, որ մենք դիմավորում ենք նոր տարուն, չէ՞։ Սա պիտի որ նշանակի, որ մենք մեր հոգին այդպես, մեր հոգիները այդպես պիտի որ նշանակի, որ պատրաստել ենք, մեր հոգին այդպես զարդարված, այդպես գեղեցիկ տեսարաններով, գեղեցիկ զարդարված հոգի ունենք, բայց արդյոք այդպես մենք պատրաստվել ենք նոր տարում, այդպես մաքուր, պայծառ հոգիներով, միթե այդպես բոլորս պատրաստվել ենք։ Եվ սա այս ամենը Աստծո առաջ է, այս ամենը Աստծո առաջ պիտի այդպես պատրաստվի, ամենքս մենք պատրաստվենք։ Եվ տես քանի տարի մենք մեզ խաբելով նոր տարին, դիմավորում ենք տոնածառներով, լույսերով զարդարելով մեր փողոցները, քաղաքները, բայց մեր հոգին միշտ թույլ տվեք ասեմ, որ մեր հոգին միշտ թողում էինք մթությունով, խավարով, պղծությունով, ոչ մի բան մեր հոգում չփոխելով։ Եվ դրա համար էլ ոչ մի բան էլ չի փոխվում նաև մեր կյանքում։ Սա հաստատում է այն, որ մենք Աստծուն չենք կարող խաբել։ Մենք կարող ենք մեկս մեկին խաբել։ Մեր տները, մեր այգիները, մեր փողոցները զարդարելով կարծես թե ում ենք խաբում։ Բայց երբ որ մենք չենք փոխվում, մենք և մեզ ենք խաբում, և Աստծուն ենք խաբում։ Էնպես որ հույսով եմ, որ այս ուղերձս, այս խոսակցությունը հույսով եմ, որ ամեն մարդու կարող է կպնի դեպի լավը, գոնե թեկուզ և մեկ մարդու կարող է կյանքին անդրադառնալ և փոխի մարդու կյանքը, դա հենց Աստծո նպատակն է, ու պատահական չի, որ Աստված հայտնեց 100 ոչխարի առակը, և որը նշանակում է այն, որ երբ որ հարցնում է ով է ձեզնից այն մարդը, որ 100 ոչխար ունի և մեկը կորչի, այդ 100 ոչխարներից մեկը կորչի, միթե չի թողիլ 99 հանդումը և գնա այդ մի կորած ոչխարի հետևից, որպեսզի գտնի։ Եվ այդ միակ կորած ոչխարի համար երբ որ գտնի, ավելի շատ կուրխանա այդ միակ ոչխարի համար, քան թե այն 99 ոչխարի համար։ Դա Աստծուն է վերաբերում, թե
առակը նշանակում է, որ Աստված ինչքան կուրախանա, երբ որ մենք կորած ենք, երբ որ մենք կորչ ենք, երբ որ մենք կորած էինք, ինչքան Աստված կուրախանա, երբ որ մեզ գտնի եւ միացնի մեզ այն 99 ոչխարների համար։ Հետևաբար սա նշանակում է, որ ամեն մեկս ինչքան ենք Աստծո համար թանկ, ցանկացած հոգի ինչքան է Աստծո առաջ թանկ։ Այդպես էլ որ շնորհավոր ձեր նոր տարին, ես մաղթում եմ հենց այդ ամենը, ինչ որ Աստված կամենում է ձեզ համար։ Աստված ձեզ հոգին լուսավորի եւ արժանացնի հավիտենական կյանքին։ Ես դա եմ մաղթում գալիք նոր տարում ձեզ 2026 թվականին։ Շարունակեմ իմ թեման, որը որ քաղաքականությանը չի վերաբերվում, բայց մեր անբաժին մեր առօրյայի մասն է։ Ես ուզում եմ այսօր շարունակեմ իմ թեման այսօրվա ղեկավարությանը անդրադառնալով, սիրելի ժողովուրդ, որ ինչպես է այսօրվա թուրքական իշխանությունը ծաղրում մեզ բոլորիս։ Հետևյալ ծաղրում է սրանով, որ հետևյալ իրականությունով, եւ դա ամեն օր է դա անում, նաեւ այն երևույթով, այն գործողությունով, որ փաստորեն մենք Հայաստանում, հայ ժողովուրդում արդեն բոլորս տեղյակ ենք, որ այսօրվա Հայաստանի ղեկավարությունը թուրքական գործակալներ են, հանձինս Նիկոլ Փաշինյանի, հանձինս Հայաստանի Հանրապետության վարչապետին, փաստորեն որ մարդիկ իմանում էին, որ թուրքերը իմանում էին դրա մասին, որ իրանց շրջանակները իմանում էին, միակ բանվորական դասակարգը, միակ սովորական քաղաքացին Հայաստանի Հանրապետության եւ ողջ հայության սովորական դասական կարգը, որը տեղյակ չէին, սովորական քաղաքացին, գյուղացին, որը տեղյակ չէին այս ամենի մասին, այս փաստի մասին, փաստորեն այսօրվա պահով այս սովորական դասակարգն էլ իմացավ, մենակ մենք չէինք սովորական դասակարգը իմանում, մենք էլ իմացանք, որ սրանք թուրքական գործակալներ են։ Ահա այսպես է մեզ ծաղրում, որ հայտնի լինելը, որ իրանք թուրքական գործակալներ են, բայց իրանք մեր աչքի առաջ բոլորիս հայտարարում են, մենք էլ լսում ենք, որ նրանք գործակալներ են ման գալիս։ Թե ինչ գործակալներ են։ Փաստորեն բոլորիս հայտնի է, որ սրանք թուրքական գործակալներ են, բայց իրանք այս հասկանում եք, չէ, սրանք թատրոն են տալիս, սրանք դերասաններ են, սրանք շփոթեցնում են, սրանք ռուսերեն ասած ցիրկի կլոուններ են, սրանք կոմիկներ են, թատերական դերասաններ են, սրանք թատրոն են տալիս։ Եվ իրանք իբր փաստորեն մեզ շեղում են, ժողովուրդին էշի տեղ են դնում շեղելով, որ իրանք գործակալներ են ման գալիս, թող ռուսական գործակալ են ման գալիս, վերջերս եւ սա շարունակվելու է, վերջերս կաթողիկոսի եղբայրը իբր գործակալ է ԿԿԲ-ի գործակալ էր, հավաքագրված է ԿԿԲ-ի շարքերում։ Փաստացի այսօրվա օրով սրանք թուրքական գործակալներ են, դες մեզ ոնց են էշի տեղ դնում, ժողովուրդ ջան։ Ինչպես ասվում այն խոսքը, որ շուտ արագողին
բռնիր, թե չէ գողը քեզ կբռնի։ Սրանք սրանով են զբաղված ժողովուրդ հայոց։ Սրանք գող լինելով գող են ման գալիս, որ պիտի մենք իրանց բռնենք, իրանք են մեզ բռնում, հասկանում եք, չէ՞ ինչ է կատարում։ Սրա համար ես կասեմ, որ մեր ժողովուրդը այն վիճակում, այն ընթացքում, այն մակարդակում, որ հիմա գտնվում է, այն ընթացակարգում, այն դատողությունում, այն հասկացողությունում, այդ դրանով հնարավոր չի։ Մեր ժողովուրդը այդ ամենով բավարար ռեսուրս չի, որ դրանով պատերազմեն սրանց հետ պատերազմելու համար բարձր ռեսուրս է պետք, բարձր դատողություն, բարձր ապրելակերպ է պետք, չգիտեմ ոնց ասեմ։ Այս մակարդակով, որ հիմա գտնվում է ժողովուրդը, եւ ոչ միայն ժողովրդին է վերաբերում, նաեւ ամբողջ աշխարհում մեր հայության նա վերաբերվում, կարծում։ Սրանց հետ միայն ցավոք իմ համոզմամբ սրանց հետ միայն չի էլ պատերազմում, սրանց հետ միայն խաղում է երևի ժամանակավոր խաղում է Ռուսաստանի ղեկավարությունը, Ռուսաստանի քաղաքական դաշտը։ Երևի ժամանակ գա ցավալիորեն, որ մենք ամեն դեպքում չենք նպաստում սրանց պարտությանը, չենք կարողանում նպաստել, այդ դեպքում է, որ մարդը հույսը ուրիշի վրա է դնում։ Հիմա այսքան ինչքան ուղերձներ եմ անում, ինչքան քննարկումներ եմ անում, ամեն դեպքում փաստը այն է, որ այս պահին մենք հնարավոր չի սրանց հետ կարողանանք սրանց հախիցը գա, սրանց հարցը լուծել։ Ես այդպես եմ կարծում։ Ինչ ասես ժողովուրդ ջան, հուսանք որ գոնե մեր կյանքերի համար չարը կնահանջի եւ Աստծո ողորմությունը կստանանք։ Դե ինչ, հրաժեշտ տանք հին նոր տարուն եւ դիմավորենք նորը։ Բոլորիս լավն ու բարին եմ կամենում ես։ Սիրելի ժողովուրդ, ուզում եմ նաեւ ասեմ իմ գործունեության վերաբերյալ, որպեսզի հասկանալի լինի, ես ինչ եմ անում, ես ինչով եմ զբաղվում։ Իմ նպատակս այս ուղերձներում ինչ է, թե ում դուր գա, ում դուր չգա, ում հասկանալի լինի, չհասկանալի լինի, ես սրանով մտահոգ եմ հայ ժողովուրդով, որովհետև ես որպես նեղություն տեսած այն հայերից եմ, այն Արցախից եմ, այն արցախցուց եմ, ինչպես ասած, այն արցախցին եմ, որը որ նեղություն տեսած է եւ հասկանում է նեղություն տեսած, նեղություն ապրած մարդուց, հայրենակիցից, զինակիցից, այնպես որ իմ մտահոգություններս այսպես եմ ես կիսում, իմ մտահոգություններով ես մտածում եմ, որ օգտակար եմ, իմ հասկացողությունով, իմ դատողությունով ես կիսում եմ, ով կընդունի, ով չի ընդունի, ով ում կօգտակար լինեմ շատ բարի, ում կօգտակար չլինեմ, ամեն մարդ իր ճանապարհով, բայց մենք բոլորս էլ այս կյանքում պատահականություն չենք, մենք ծնվել ենք հատուկ նպատակի համար, մենք չպիտի
այդպես առանձնանանք ամենքս մեր կյանքով, մենք դա արեցինք, ահա հետևանքներն էլ տեսնում ենք։ Դրա համար ես միշտ հույսս Աստծո վրա է եւ իմ առաջարկություններն ու կամ մտահղացումներն ու իմ միտքը աշխատում եմ հիմնավորեմ Աստծո վրա, այսինքն սա Աստված պիտի օգնի այս իրավիճակում մեզ, դրա համար ես ընդունում եմ Աստծո միջամտությունը, ես սեփական իմ կարծիք, որ ասեմ չունեմ, կարող է ճիշտ է, որ չունեմ, բայց եթե ունեմ էլ իմ սեփական կարծիքս ես համեմատում եմ, հիմնում եմ Աստծո խոսքի վրա, այն տեղը, այն դեպքը, երբ որ իմ մտածածս, իմ դատածս, քննարկածս Աստծո խոսքի հետ չհամընկնեց, ես դա կմերժեմ, չեմ ընդունում, այսինքն իմ բոլոր հիմքը, իմ բոլոր նպատակը, բոլոր դիրքորոշումները հիմնված են Աստծո խոսքի վրա, հետևաբար ես համարում եմ սա Աստծո միջամտությունը, Աստծո օգնությունը, այսինքն ես փորձում եմ Աստծուն հաճելի լինեմ, Աստծուն ծառայեմ, Աստծո խորհուրդները բերեմ մեր մեր շրջապատը, մեր հանրությունը, մեր հասարակության մեջ, որպեսզի թե չէ ինչպես Աստված կմիջամտի մեր հարցերին, մեր մտահոգություններին, Աստված պարզ հասկանալի հայտնում է Աստվածաշնչով, թե ինչպես է նա ժողովրդին հանում ցանկացած խճճված, ցանկացած ողբերգական իրավիճակից, իմ հավատքս դրա վրա է հիմնած, որ Աստվածաշնչում այդ հայտնությունը կա, հետևաբար այս ամենը կախված է նրանով ինչքանով են մարդկությունը, ինչքանով է օրինակ մեր ազգը, մեր հասարակությունը ընդունում, դրա համար ես սրան եմ ծառայում, ես սրան եմ տրամադրված, սրանից է ելնում իմ գործողությունները, այսինքն մի խոսքով աշխատում եմ լինել Աստծո ձայնը, աշխատում եմ լինել Աստծո խոսքը, Աստծո խոսքի մատակարարողը, Աստծո կամքը հայտնողը, աշխատում եմ, այսինքն դա կախված է նրանից, թե ես ինչքանով կլինեմ Աստծուն հնազանդ եւ այդպես է հնազանդ, ինչքանով կծառայեմ, որովհետեւ Աստծո ծառայությունը ինքստինքյան չի, այսինքն ես ծառայեմ մենակ իմ շահի համար, ես ապրել եմ այդպես երկար տարիներ, մենակ մտածել եմ, թե Աստված ինձ համար է, Աստված իմ օգնության համար է, բայց եկել է ժամանակը Աստված հասկացնում է, գալիս է ժամանակը Աստված հասկացնում է, գիտես այդքան արժեքները, գիտես այդքան մտածողությունը, այդքան գաղափարը, այդքան հայտնությունները քեզ ինչի համար եմ տալիս, ու կամաց հասկացնում է, տալիս է բոլորի համար, տալիս է, որ ես էլ տարածեմ, դա նույն բանն է, պատկերացրեք Աստված մի մարդուն հարստություն է տալիս, ասենք ահագին գանձեր է տալիս, միտե այդ գանձը Աստված մենակ այդ մարդու համար է նախատեսում, չէ որ դա պիտի Աստծո փառքի համար ծառայի եւ բնականաբար այդ մեկը շատ ճիշտ կանի, լավ կանի, որ այդ գանձերին շատերին բաժնեկից անի, մասնակից անի, որ մնացածն Աստծուն փառք տան, այնպես որ սրա մասին մի այլ դեպքում կխոսեմ, իմ գործունեությունը, իմ հասկացողությունը, իմ նպատակը ինչի համար է,
Հուսով եմ լավ հետաքրքիր հայտնություններով լի քննարկումներ կունենանք, ուղերձներ կունենանք։ Աստված ձեզ օրհնի, ամենայն բարիք ձեզ։ Հայ ժողովուրդ տառապած, ես հաճախ եմ, որ մտահոգված եմ, թե ինչ կարելի է արած, որպեսզի Աստված ձեզ հասնի, Աստված ձեզ լսի, բայց ամենահետաքրքիրը եւ անակնկալը այնա, որ Աստված արդեն պատրաստ է, որ ամեն մի մարդուն, որը որ կարիք ունի Աստծուն, հասնի, լսի նրան ձայնը, Աստված արդեն պատրաստ է։ Դրա համար էլ Աստված հայտնեց, խոսեց հետևյալ խոսքը, որ ահա ես ձեր սրտի դռանը կանգնած թակում եմ եւ սպասում եմ տեսնեմ ով կբացի նրա համար եւ ես կմտնեմ եւ նրա հետ ընթրիք կանեմ։ Հաջողություններ ձեզ, Աստված ձեզ օգնի եւ օգնական, օրհնի ձեզ։ Շնորհավոր, ամանոր եւ սուրբ ծնունդ։